Բարև ձեզ, այսօր շարունակենք ուսումնասիրել HTML-ը, այսօր կուսումնասիրենք համարակալված չհամարակալված ցուցակներ, այս երկուսը հաճախ են օգտագործվում ցուցակներ կազմելիս, թե համարակալված, թե չհամարակալված, տարբեր թեգերով ենք սարքելու, օրինակ, երբ որ մեզ պետք է ստեղծենք համարակալված ցուցակներ, օգտագործելու ենք OL թեգը, որը թարգմանաբար նշանակում է ordered list, համարակալված ցուցակներ, չհամարակալված ցուցակների դեպքում օգտագործելու ենք UL թեգը, unordered list, չհամարակալված ցուցակներ։ Եկեք շարունակենք։ Ստեղծենք մեր բազային կառուցվածքը HTML-ի եւ փորձենք ստեղծել ուրեմն համարակալված ցուցակներ, եթե ցախ անկյունում նայենք, այստեղ մենք ունենք օրինակ, եկեք ստեղծենք դա OL թեգի միջոցով ստեղծենք համարակալված ցուցակներ, ստեղծում ենք OL թեգը, որը բացվող փակվող թեգ է, եւ նրա մեջ ուրեմն ստեղծում ենք list item li թեգը, որը նույնպես բացվող փակվող թեգ է, իսկ նրա արանքում արդեն գրում ենք մեր տեքստը, օրինակ item 1, եկեք պատճենենք item 2, item 3, ահա այսպես 2, 3, եկեք աշխատացնենք, իշտենք ներքև, տեսնենք արդյունքը, ահա ստեղծեցինք մեր ուրեմն համարակալված ցուցակները item 1, item 2, item 3, որոնք ինչպես տեսնում ենք այս ցախ անկյունում համարակալվել են 1, 2, 3, եթե մենք ավելացնենք ուրեմն 4-րդ item-ը, տեսնենք, որ մեր ցուցակը շարունակվում է եւ այստեղ ուրեմն ստեղծվում է 4-րդ item-ը։ Ուրեմն սա համարվում է համարակալված ցուցակներ, OL-ը ունի ատրիբուտ start եւ type։ Եկեք տեսնենք, որը ինչ է անում, ուրեմն start-ը գրվում է ատրիբուտը չենք մոռանում։ Ուրեմն գրվում է բացվող թեգից, թեգի մեջ դնում ենք բացատ եւ գրում ենք ուրեմն ատրիբուտի անունը start հավասար է երկուական չակերտների մեջ գրում ենք մեր արժեքը։ Ուրեմն start-ը կարող ընդունի օրինակ, չգիտեմ, թիվ 3, եթե գրենք, մեր հաշվարկը ուրեմն start, հա, ինչից ենք սկսում։ Կսկսի 3-ից։ Եթե աշխատացնենք, կտեսնենք, ահա 3, 4, 5, 6։ Okay, եթե շարունակենք, ուսումնասիրենք type ատրիբուտը, type հավասար է երկուական չակերտներ, այստեղ ունենք օրինակներ, եթե դնենք a տառը, ուրեմն այբուբենի տառերով, հա, առաջ կեթա a, b, c, d, մեր մոտ 4-ներ a, b, c, d, կարանք դնենք, ենթադրենք մեծատառ i եւ տեսնենք արդյունքը, ինչպես տեսնում ենք հռոմեական թվերով է, հա, դասակարգում 1, 2, 3, 4 Չհամարակալված ցուցակներ, եթե ուզում ենք ստեղծել չհամարակալված ցուցակներ, ստեղծում ենք դա UL, հա, unordered list միջոցով, ուրեմն սկզբունքը թեգը փոխվում է UL, բացվող փակվող թեգ եւ նրա մեջ ստեղծում ենք li, հա, list item։ Ուրեմն item 1 պատճենենք item 2, item 3, աշխատացնենք, իշնենք ներքև, տեսնենք արդյունքը, ահա կտեսնենք, որ սա չհամարակալված ցուցակ է, հա, ուրեմն թվերի տեղը կամ տառերի համարակալման տեղը դրվում է ահա այսպիսի կետիկներ, հա, չհամարակալված ցուցակ։ Ուրեմն սա նույնպես ունի ատրիբուտ type, եթե օգտագործենք type բացվող թեգի մեջ գրում ենք չակերտները երկուական դնում ենք եւ գրում ենք նրա արժեքը։ Ուրեմն type-ը կարող լինի default-ով, ուրեմն նրա icon-ները կլոր են լինում, եթե ուզում ենք լինի քառակուսի, square կգրենք։ Աշխատացնենք եւ դա կդառնա քառակուսի։ Ինչպես տեսնում եք, կլորը դարձավ քառակուսի։ Շատ հեշտ է։ Դուք ինքներդ փորձարկեք, օրինակները արեք,
եւ համոզվեք, իսկ վերջում չմոռանաք ստանալ տնային աշխատանքը սեղմելով ահա այստեղ ստանալ տնային աշխատանք հղմանը։